Բարեզեսերագիսես Ռոնի Ղարիբյանն եմ Ղարիբյան Real Estate Finance ընկերության կողմից այսօր արդեն նոյեմբեր 16 2025 թվականը ճիշտ է մոտենում է տարվա իր ավարտին դեռ ունենք գոհաբանության օրը Thanksgiving-ը մեկ շաբաթ վերջ հետո տանից հետո անշուշտ Santa Claus Rally-ն ասկսում որպես փակենք տարին բայց բավականի մեծ նորություններ կա մանավանդ եթե կենտրոնանանք մեր անմիջապես ֆինանսավորման mortgage lending finance տոկոսների մասին եւ կենտրոնանանք ընդհանրապես real estate-ի մասին commercial կամ residential real estate-ի մասին եւ ինչ ազդեցություններ ինչ նորություններ կա որ օգնի ձեր անմիջական տան եկամուտները որպես էկոնոմիի կողմից ինչ սպասելիքներ ունենաք եւ ինչ է իրականության մեջ։ Վերջի մեկ շաբաթվա մեջ բավականի լուրջ լուրեր կա դուրսում, որ այս լուրջ լուրերը շատերը կարողացել են ճիշտ ըմբռնեն եւ շատերի համար էլ դեռ առայժմս մատ confusing վիճակը չիմանալով ինչպես թելադրեն այս լուրերը, ես պետք է փորձեմ ձեր համար ուղղություն տալ, որ ավելի հեշտ լինի ձեր համար որոշումը, որ ինչ եք ուզում անեք այս լուրերի հետ, բայց իրականությունը։ Սկսելով Միացյալ Նահանգների պետությունը, որ պաշտոնական 43 օր, որ ամենից երկար ժամկետն էր, որ փակ էր Միացյալ Նահանգների US government shutdown հասկացողության, որ փակ էր Եվ վերջապես նոյեմբեր 12 2025-ին նախագահ Դոնալդ Թրամփը ստոր գրավ այդ funding bill-ը, որ սենատի միջոցով արդեն approve-երել է 222-ով 209 անդամներից։ Շատ մանրամասեր ունի դա մասին, բայց չեմ ուզում դա մասին խոսալ, որտեղ ուզում ենք կենտրոնանանք, ինչպես ասամ, real estate-ի եւ տոկոսների մասին ինչ ազդեցություն ունի այդ կողմից։ Մեկ բան, որ ես արդեն քանի շաբաթ էր ասում եմ, Միացյալ Նահանգների պետությունը փակ լինելով տեղեկություններ, որպես զեկույցներ, որպես ուսումնասիրություններ, որ պաշտոնական երկիրը տրամադրում է ժողովրդին լինելով անգործության կամ Labor Statistics Bureau-ի կողմից գործերի վիճակը Միացյալ Նահանգներում, արդյոք գործեր ստեղծվում է, դե պակսում է, դե հանում են եւ այլն մանրամասերով եւ անշուշտ մյուսը Միացյալ Նահանգների ընդհանրապես սղաճը կամ կորուստը, այսինքն inflation-ը, recession-ը, թանկությունը, ես շատ կարևոր զեկույցներ են, որ երկիրը որպես պետություն ցրում այս տեղեկությունները GDP-ն, Gross Domestic Product-ն, CPI-ն եւ այլն, այս բոլոր տեղեկությունները Միացյալ Նահանգների եւ աշխարհի բիզնեսները ստանք նայելով կարողանում են որոշում տալ, որ ուր այդում երկիրը կամ ինչ վիճակի մեջ է հիմա։ Շո այս տեղեկությունները չկար 43 օր, հիմա որ բացված սկսելու են ասել։ Ստանից մի քանի շաբաթ առաջ ես ձեզ նույն կայարանով եւ YouTube-ի վրա կարող եք տեսնել իմ նախկին ծրագրերը, հայտարարեցի, որ նույնիսկ եթե բացեն պետությունը չեն վերադառնալու հետերթան իմ կարծիքովս էր, որ սեպտեմբեր եւ հոկտեմբերի employment news-ը զեկույցները ասել, հետ չեն երթա հինը, վերջինը կասեն, բայց նախավերջինը չեն ասի, որտեղ մայր սեպտեմբերի գործերը պետք է employment news-ը պետք է ասին, մայր հոկտեմբերինը, սեպտեմբերինը հիմա կարծես չեն ասելու հոկտեմբերին էլ կարող է չասեն, միանգամից նոյեմբերի վրա կենտրոնանան։ Ներողություն, ձայնս բռնված է։ Եվ ինչը նշանակում, երբ որ չթելադրեն, այսինքն 2 ամիսը բաց ունես, ինչպես ինվեստորները blind էթումին եւ այդ վրայից
Կենտրոնական բանկի ժողովն է դեկտեմբերին, որ արդյոք նորեն տոկոսները պետք է իջացնի 40% եւս թե ոչ, եւ այդ վրա այս զեկույցները դեր կկատարի։ Հիմա զեկույցները ցույց են տալու թե ոչ։ Հիմա Կենտրոնական բանկի տոկոսները իջացման համար, ինչպես անցյալ անգամ ասանք, հոկտեմբերին իջացավ, դեկտեմբերին ասել էր գարանտի չի, մի սպասեք, բայց այս բոլորը կապ ունի զեկույցը, որ ցրելու են, որ consumer spending, այսինքն ժողովրդի դրամը, որ ծախսում են, ժողովրդի վստահությունը որպես confidence եւ անշուշտ գործեր, եթե կա դե չէ, եւ սղաճ։ Այս 4 հատ կարևոր կետերը թելադրելու, որ տոկոսները ուր է թալու։ Կենտրոնական բանկի տոկոսները։ Բայց նույն զեկույցը, եթե կենտրոնական բանկի կողմից գան եւ ասեն, չէ, այստեղ ռիսկի հարց կա, high risk-ը, market price-ը դեռ բարձր է, սղաճ դեռ կա եւ դեռ չենք տեսնում որպես էկոնոմին կամանցած լինի, եթե տենց արտահայտվեն, տոկոսները կմնա ամենալավագույնը նույնը, դե ոչ կբարձրանա։ Հակառակը, եթե զեկույցները դուս եկան, որ գործերը իջերա, էկոնոմին շատ է սավտացել, ժողովրդի դրամ չեն ծախսում, որտեղ դրամ չծախսելը երկու տեսակ կա։ Մեկը կա, որ 43 օր դրամ չծախսեն, որտեղ պետությունը փակ էր, վստահություն չկար եւ մանավանդ պետական պաշտոնյաները, որ չեք չի ստանում ֆրլոյն, իրանք սպասում էին, ող չեն ծախսել։ Դա ժամանակավոր է, transitory, այսինքն անցնելիք է։ Բայց ընդանք որ միշտական տեսնում են որ իջերը, այն ժամանակ տոկոսները կարող է իջնի, եթե զեկույցները ամենը վատ դուրս գա։ Ինչ խորհուրդ կտամ ես, որտեղ ինձ ասում են, լավ, ինչ անենք, ինչ ես ասում։ Ես կասեմ, որ եթե չիջնի, որ կարող է որ չիջնի առայժմս, մինչև այնքան որ solid, հստակ տեղեկություններն էկոնոմիայի մասին, որ իջնում է եւ ոչ թե մեկ զեկույցով։ Այն ժամանակ, եթե տենց ելնի, տոկոսները կիջացնեն։ Բայց երբ որ տոկոսները իջացան, եթե հստակ տեղեկություն կա, որ կամանցանում է եւ էկոնոմին թեթևանում է եւ վստահելի զեկույցներ են, տոկոսները կիջացնեն եւ տոկոսը իջացնելուց հետո պարզապես housing demand պահանջը կշատանա։ Ժողովուրդը նորեն կսկսեն հետ մտնել շուկան, որ արդեն տեսնում ենք, մեկի իջնելով արդեն իջել են շուկա, ուզեն չուզեն պետք է տուն առնեն, option չի, ժողովուրդ չեն կարող homeless ելնեն, այսպես կարող ես վարձես, բայց ամենտեղ այդ վարձի option-ներ չունեն։ Եթե տոկոսը իջացան, պահանջները կշատանա, արժեքներն էլ կարող է բարձրանալ։ Եթե տոկոսները չիջացնեն, մնա նույնը, դե ոչ մեկ իշել բարձր, գոնե մեկորից մյուսը չունես։ Որն է ճիշտը, ինչպես միշտ, ինչպես 11 տարի ես ծրագիր ունեմ ձեր հետ, ասել եմ, որ ճիշտ ժամանակը մի թելադրեք տոկոսով, մի թելադրեք մամուլի լուրերով, թելադրեք, որ դուք ձեր տան մեջ միայն ձեր ընտանիքը կամ եթե անձնական single ես, միայն դու իմանում ես քո ներքին եկամուտը, ծախսերդ եւ հնարավորություններդ։ Եվ դա վրայից, եթե կարծում ես այսօր կարող ես տուն առնես, ուրեմն ճիշտ ժամանակն է։ Եթե գործերը stabilize լավ եւ ամեն ինչ նորմալ է, պահանջը կշատանա, եթե գործերը իջնում է, պահանջը կշատանա, գործերը economy, inflation, այդ ամեն ինչը վատ է, ուրեմն տոկոսը կիջնի, ուրեմն պահանջը կբարձրանա։ Դա ամեն ինչը լավ է, տոկոսը կբարձրանա, պահանջը կիջնի, բայց բարձր տոկոսով ես վերջնում։ Պետք է նայես, ինչպես ասում են, իմ քավորս բժիշկա, միշտ երբ որ բժշկական հարց եմ հարցնում իրանից, ասում եմ, էսի անեմ լավա դե էնի անենք լավա, սենց անեմ լավա դե էնց անեմ լավա, եւ պատասխանը միշտ ասում է, որ
pick your poison, այսինքն երկուսն էլ վատ են, պարզապես որ վատն ես ուզում, Էդի իրա միշտ պատասխանն է ինձ անշուշտ, ոչ թե իրա professional պատասխանն է, իմ հետ որպես ընկեր և քավոր և այլն, ընկերական ծծաղով անեկդոտային է, ոչ լուրջ բժիշկ, բայց նույնը ստեղում է, բարձր տոկոսն ես ուզում, դե բարձր տան արժեքն ես ուզում, եկե որոշես որն ես ուզում, որովհետև տոկոսը իջավ, տան արժեքը կբարձրանա, պահանջը կբարձրանա, competition-ը կշատանա, նորեն bidding war-երը կենի, որտեղ տուն չկա։ Եվ միայն դու չես, երբակայի քո նմանները ինչքան կան։ Մանավանդ first time home buyer-ների մասին է խոսքը, first time home buyer-ների համար վստահությունը, որ confidence ամենից կարևորն է գործ ունես, որպես եթե վաճառող ես, որպես seller ես։ Seller-ների համար պետք է ասեմ, որ պետք է զգուշությամբ մոտենան, որտեղ lender-ները, որ ֆինանսավորում են այս հարցերը, եթե այդ ֆինանսավոր բանկերը, որ ձեր buyer-ներին են ֆինանսավորելու, Եթե բանկերը clear path չունեն, որ ինչա, ուր է այդում իքանոմին, այդ զեկույցները, այդ CPI-ը, GDP-ն, այդ employment-ը, տանք եթե չունեն, այդ inflation-ը, կսկսեն ավելի պնդասնել իրանց underwriting-ը, այսինքն ավելի դժվարությամբ վարկեր կտան, և ավելի դժվարացնեն վարկերի պայմանները, չի նշակում միայն տոկոսը, բայց տոկոսներն են հաշվի առնում, որտեղ risk management-ը, Այդ margin ինչպես դա մասին միշտ խոսացել ենք 10 տարվա treasury և տոկոսի տարբերությունը, որ իրանց spread-ն է, որ իրանց շահն է, ռիսկի ժամանակ այդ spread-ը բարձրացնում է։ Տոկոսը կարող է շուկան թելադրի, որ տոկոսը պետք է 5.5, բայց իրանք կպահեն 6 կամ 6.5։ So այս risk assess risk-երն էլ որ պետք է հաշվեն, նկատի են առնելու տանքեր պետք է զգուշությամբ մոտ։ Հիմա նայենք, այսի ասում զեկույցները պետք է հետևեք, կամ եթե դուք չեք կարող մեզ եռաձայնեք, որ տա վրայից կարող է հիմա բարեբախտաբար շաբաթը մեկ ես զեկույցում եմ, եւ free ձրիորեն ստեղում դուք մեկը financial advisor եք 11 տարի, որ ամեն շաբաթ ձեզի ուղղություն եմ տալի, բայց Աստված առաջ միշտ կարողանամ անեմ, բայց չի նշանակում ես այս ծրագիրը միշտական կարող եմ պահեմ և միան Գլենդելի և Լոս Անջելեսի մասին կենտրոնով այդ զեկույցները պետք է նայես, որ անմիջապես Լոս Անջելես և Գլենդել կամ այս թաղամասերի, որ աշխատում եք Լոս Անջելեսի, մեկ աշխատում չեմ կարծում, մեկը Գլենդելը ապրում կամ Բերբենքը ապրում և աշխատում է Սան Դիեգո կամ աշխատում է Սան Ֆրանցիսկո կամ աշխատում է Յութա, այս Լոս Անջելեսի մասին է խոսքը, Պետք է աշկները լինի ամիջական employment-ի գործերի, local employment-ի և ժողովրդի գումար ծախսելու զեկույցներ, ոչ թե ընդհանուրինը։ So timing is everything, այսինքն ճիշտ ժամանակին անես, ճիշտ ես արել, ճիշտ ժամանակին կամ տոկոսի կողմից, դժվար է perfect timing ունենալ, բայց սպորտի նման է։ Timing-ը ճիշտ ելնի, ճիշտ տեղ ելնես, ճիշտ ժամին գնդակը հասնի, ճիշտ ժամին կարող ես անես։ Շատ խոսացի մեր պետականի մասին, եմ անցել եմ կարևոր լուրերից, և սկսելով, կարևոր, որ իմ համար կարևոր չի, բայց մեծամասնության համար մեծ աղմուկ հանե, երբ որ նախագահ Թրամփը պաշտոնական social media-ի վրա հայտարարեց, որ պետք է լոներ անենք 50 տարվա վարկեր, ինչպես որ 30 տարվա վարկեր են, ունեն 10 տարվա, 15 տարվա, 20 տարվա, 25 տարվա և 30 տարվա և ունեն 40 տարվա, միշտ ենք ունեցել 40 տարվանը, միշտ ենք ունեցել, միշտ ասել է, որ գոնե 15-20 տարվա որ ունեցել ենք, հիմա ասում է 50 տարվա։ Եվ այդ վրա արդեն պաշտոնական Bill Paulette, որ ելնում է Fannie Mae և Freddie Mac-ի պատասխանատու Federal Housing Agency Director-ն է, լուրջորեն սկսել է ստա մասին ուղղություն աշխատանք տանելու համար։ Նախ կանանցնեմ մանրամասերը, որ լավ է, վատ է, ինչ է, ինչպես չի եւ այլն, տանք խոսալուց առաջ ասեմ առաջին քանի բաներ։ Բոլոր ես հիշում եմ նոր որ ծրագիրը սկսել իմ 10 տարի, 11 տարի առաջ, նրանք որ ես վերջի սկիզբից նայել են ինձ, եթե հիշեք,
Սկզբնական շրջանը ես ընդհանուր ձեզի բացատրեմ, որ այս լոնը ինչ է, ինչպես Միացյալ Նահանգների վարկերը ինչ է նշանակում, որ ինչպես ասում եմ, եթե բանկերը վարկ են տալի, լավ է, գումարը վերջացավ, բայց ինչպես է չի վերջանում բանկի գումարը հետ տալիս է, պարկը տալի, վերջապես տրիլիոններով պարկը տալի, ինչ է պատմությունը։ Եվ նախկինում ձեզ բացատրեմ, որ երկրորդական շուկա, այսինքն secondary market հասկացողությամբ, որ այս mortgage-backed securities, որ նախքան 2008-ի crash-ը, որ կար այն ժամանակ Lehman Brothers, Deutsche Bank, Fannie Mae, Freddie Mac, Credit Suisse Bank եւ այլն HSBC-ից բեստանք ընկերությունների, որ այդում են այս վարկերը, թուղթերը, նոթերը մեծաքանակով, մենք ինքս ես այդ գործի մեջ իմ ժամանակին ստանից 10 նախքան crash-ը 2003-4-5-6 թվականներում ստանք mortgage-backed security wholesaler էինք, ստանք դնում ենք $150-200 միլիոն լոները մատ spreadsheet-ի վրա եւ ներկայացնում ենք մատ investor-ը եւ առնում էր։ Եվ այդ գումարը հետ էր լցնում բանկի հաշվի մեջ, 200 միլիոն լցնում էր, այդ բանկը նորեն այդ 200 միլիոնը վարկ էր տալի, նորեն դնում էր spreadsheet-ի, anyway, շատ երկար չեմ ուզում մանրամասի անցնել։ Այս երկրորդական շուկան, որ secondary market-ը նա 50 տարվա վարկ առնելու պատրաստությունը չունի, որովհետև օրենքներ կա, պետք է գրվի պայմաններ կա, պետք է հաշվարկի դնեն, որ ինչպես շահավետ կլինի, դե ոչ, որովհետև տոկոսը 50 տարվան ինչա լինելու, որովհետև երկարատև է, այսի խոսում եմ բանկերի եւ երկրորդական շուկայի շահերի մասին, դեռ չեմ խոսում ժողովրդի մասին։ Պարզապես բանկ ասում է, օ, ինձ 50 տարվա վարկ ես ուզում տամ ժողովրդին, mən նայում ինձ ձեռ տալիս է, ինչքանով պետք է վարկ տամ, ինչքան տոկոսով, ինչ չարժ պետք է անեմ, ինչքան պետք է ով կառնի ինձանից այս լոնը, հələ նոր այդ հարցը լուծենք, հետո նայենք ժողովրդի համար սկի ձեռ տալիս է դե չէ։ So առաջ պետք է այդ բանկային մասը, որ շատ լուրջ է, պատրաստ չեն, առաջ այդ հարցը լուծենք։ Բայց նորեն օրինակ տամ հիմա ժողովրդի համար։ Պարզապես երբ որ տարիները երկարում է, տոկոսի կողմից տոկոս է, այսինքն ավելի երկար տարիներ տոկոս է ստալի, տոկոսի կողմից չես շահում։ Հակառակը, ինչպես ասեմ, տոկոս ավելի բարձր կարող է լինել, եթե տոկոսը 6 է, օրինակ 30 տարվանը, 50 տարվան կարող է լինել 6.5, օրինակ եմ ասում։ Եվ դու կես տոկոս եւ 20 տարի ավել է ստալու տոկոս։ Բայց մյուս կողմից էլ հասկանում եմ ինչու է առաջարկում, որտեղ երբ որ ժամկետը երկար ասնում ես, payment տա իշնում։ Ինչքանները գնացել եք մեքենա լիս անեք, փորձի 2 տարվա լիս անես կամ 3 տարվա, քան թե 5 տարվա լիս անես։ Նույն մեքենայի արժեքն է։ Բայց payment տա իշնում, որտեղ տարիներն են երկարացնում։ Շատ նորմալ նա երևույթ է դա, բայց արդյոք շահավետ է դե ոչ հիմա թողեք ես ձեզի այս ձևով բացատրեմ։ Եթե այսօր $1 միլիոն տուն ես առնում եւ 20% down payment ես դնում եւ credit-ը լավ է, օրինակ ասենք տոկոս ելնում է 6.5, օրինակ եմ ասում։ Պաշտոնական թիվերն եմ ասում, անշուշտ մեր ավելի քիչ է 5 չեմ անում, 5-7 տեսնում, ասենք 6.5 6.5-ով $1 միլիոն տունը առնես 20% կանխավճարով, payment ելում ամիսը $5,056, $5,000 կլորակաստենք, $5,000 ելում քո payment-ը 1 միլիոն տուն առնես 20% down payment դնես 30 տարվա վարկ։ Ամեն ինչը նույնը 50 տարվա եւ տոկոսը չբարձրացնենք, նույնը պահենք, այդ $5,000 payment-ը ելում է $4,509, $4,500։ $500 payment-ը իշնում է 30 տարից 50 տարի ես հետում։ $500 է իշնում։ Մարկաշ $500 չլարաման է, քիչ չի։ Հիմա ուրիշ մեծ առաջարկ։ Գանք ասենք, որ ես ինչպես տոկոսը ձեզի ցույց եմ տալի point-երը 0.1, 0.2 point։ Գանք ասենք, որ մենք 2 point, վերնում է 2%-ը 800,000-ը, 1 միլիոն տունը 20% դանդնես 800,000, ելնում է $16,000 մեկ անգամ վճարելով, կարող ասենք սելերը վճարի, էջենտը վճարի, միասին վճարեն, դու վճարես,
ընկեր բարեկամ հարազատները վճարել այդ մի անգամ $16,000 վճարելով տոկոսը 6.5-ից բերում ես 5.75 մի անգամ վճարել 30 տարվա payment-ը 5.75-ով էլ 4,600 քան թե 5,000 30 տարին $5,000 50 տարի $4,500 30 տարի տոկոսը իջացնելով $4,600 նույն 50 տարվա արդյունքն է ստանում $100 ավել բայց 30 տարվա մեջ որովհետև տոկոսը պարզապես 3/4 իջացան ոչ թե 1%, 6.5-ից 5.75 իջացան այս լուրերը որ popularity-ը բերում նախագահ Թրամփի համար կամ որևէ անձի համար մարդիկ կան նստում են YouTube-ի առաջ ինչեր են ասում եւ ժողովուրդը լսում են ինչ մարդը ինչա ամենը գրավելու համար որպես credit ստանալու համար իրականության մեջ շատ ավելի ձևեր կա այս գործերը անելով թող incentive տա թող պետությունը փոխարեն ասի գնացեք 50 տարվա եւ տոկոսը շատ ասին եւ թող tax credit տա ասի որ գիտեք ինչ ով որ 1 point վճարի seller-ը բայերի համար որ տոկոսը իջացնի բայերին եթե վճարես մենք թույլատրենք credit tax write-off անես ամեն ձևերը շատ կա ամենամյուս վերջի կարևոր լուրը եւ մի քիչ արագացնեմ որովհետեւ բավականի ուրիշ զեկույցներ ունեն որ ուզում եմ ձեզի տա մանավանդ տոկոսների մասին մանավանդ լիստինգների մասին բայց ամենակարևոր լուրերից մեկն է այսի որտեվ նորեն մամուլի վրա ուրիշ բաներ այդում եւ ժողովուրդը իրար անցում խառնվել են իրար foreclosures ընկերներ ունեն որ ինձ սկսան շուտ տեքստ անել email անել նայ foreclosure-ները սկսելա ռոնի նայ foreclosure-ները սկսելա այս հա արդեն վերջապես ելավ ինչ-որ սպասում ենք որ foreclosure-ները նորից են այո լուրը ճիշտ է լուրի մեջ սուտ բան չկա foreclosure-ները հոկտեմբեր ամսվա համար մոտարապես 36,766 տուներ եւ ստա մեջ մտնում է համ վերջացած foreclosure-ները համ ընդանք որ պարզապես մի անգամ ուշացել են notice of default մի անգամ 3 անգամ ուշացել են notice of default են ուղարկում կամ ընդանք որ արդեն auction-ի բաներ կա so 3% աճ ունեցել սեպտեմբերից հոկտեմբեր այս թիվի մեջ շուտ բան չկա Եվ 20% ավելի շատ է foreclosure-ները հոկտեմբեր 2025-ին, քան թե հոկտեմբեր 24-ին։ Դա մեջ էլ շուտ չկա։ Բան Ղարիբյան շո foreclosure-ները շատացել է, աշկնես լույս, հիմա գետանք ձրի տուն կվերցնենք, արժան կտան ինչպես որ։ Այո։ Foreclosure-ները, որ ես նոր ես թիվերը որ ձեզի ասամ, որ ես թվաբանությունների ձեզի ասամ, բոլոր մորգեջների, բոլոր վարկերի կես տոկոսն է, բոլոր վարկերի 20% ավելի շատ քան թե անցյալ տարի, բայց ընդհանուր լավ բոլոր վարկերի քանի տոկոսն են foreclosure-ի մեջ, 0.5%, կես տոկոս, Միշտ պատմության մեջ նախքան COVID-ից հետո տանից առաջ եւ այլն վերջի 30 տարվա ընթացքին foreclosure rate-ը բոլոր վարկերի 1-ից 1.5%-ը միշտ ելել է նորմալ ամենս լավ օրերում է 1.5% foreclosure-ները ելել ամենս լավ օրերը 1.5% մենք հիմա կես տոկոսի վրա ենք դեռ նորմալի չի հասել So զեկույցը ճիշտ է, բայց զեկույցը ամեն ինչ չի ասում։ Նոր էթում ենք դեպի normalization, այսինքն նոր էթում ենք որ նորմալանա հասնի իր 1.5%-ին։ Մինչև հիմա has been heaven։ Դեռ չենք հասել։
Բայց այո, շատանում է, սուտ չկա, սխալ չկա, բայց ինչ որ սպասում եք foreclosure-ները, աշուծա խնդրեն, որ տուները ոչ։ Great Recession-ը 2008-ը բոլոր foreclosure-ները 4% էր։ Բոլորը foreclosure-ները 2008-ը 4% էր։ Նորմալը 1-ից 1.5%, հիմա ներկայիս 0.5%։ Խնդրում եմ այս թիվերը գնացեք, կարդացեք, սովորեք, մի շուտ բաներ։ Բայց ինչպես ասամ, այո, gradually շատանում է, բայց նույն ժամանակ gradually արժեքներն էլ շատանում։ Սա այսինքն այդ բանկը, որ foreclose անելու կարծելու է այդ տունը ձրի է ծախելու, ոչ, ասում են տան արժեքներ կա, որտեղ պահանջը կա։ Այդ մեկ տուները կան շուկայի վրա ավելանան որպես foreclosed properties, շարք են կային առնողները։ Եվ guess what, ավելի շատ են վճարելու, մանավանդ մեր հայերս, այդ տունի համար, որ 1 միլիոնանոց տունը foreclose այլ է, ասի, որտեղ foreclosure-ը 1-2 կարրեմ, 2-3 կարրեմ, հեր, foreclosure տունը, սիրում ասում ես foreclosure-ից արամ, նույնիսկ ավել ես փող տվել։ Florida, South Carolina և Illinois, Chicago, այդ երեք հատը Chicago, Illinois State-ը, Florida, South Carolina և Illinois նահանգները ամենաերորդ top 3 հատն են Միացյալ Նահանգների foreclosure-ի քանակը, Florida, South Carolina և Illinois։ Որպես metropolitan քաղաքները Florida-ի Tampa-ը, Jacksonville-ը և Orlando-ն են, որ ամենաշատ ֆայլինգներ ունեն Florida-ին, և California-ի Riverside քաղաքը, Riverside, և Cleveland, Ohio-ի Cleveland-ը, այստանք ամենաց top 5 foreclosure-ներն են, Los Angeles, Glendale, Burbank, La Crescenta չկա թիվով, Riverside, California, եթե top 5-ի մեջ։ So, այո կա, բայց ինչպես ասամ, դեռ ընդեղ չի, դեռ որովհետև և եթե գա, այդպես չի, հիմա։ Որ վարկերամը շատ foreclosure-ներ ունեն, մեծամասնությունը FHA լոներն են։ FHA լոները մոտ 11% delinquency կա բոլոր FHA-ների մեջ, FHA-ները լուրջ խնդիրներ ունեն և այդ 32,000, որ ասամ foreclosure-ներ, notice of default-ներն են, դա կեսը FHA-ներ են։ Եվ FHA-ի մեղադրությունն է ոչ, FHA-ին կապ չունի, պարզապես FHA տուն ստանողները ընդանք են, որ ունեն տվյալ խնդիրներ, կամ եկամուտի պակասություն կար, որ FHA-ի միջոցով ավելի շատ վարկ են կարողացել qualified լինեն, այսինքն իրանց չափու սահմաններից փուշ են արել, կամ կրեդիթի խնդիր ունեն, ուրեմն ռիսկի հարց այլ է, ուրեմն տեսնում ես են, որ կրեդիտը վատա ազդեցությունը տեսնում ենք, որ դե, կամ էլ կանխավճարի մինիմում, որ Fannie Mae-ն էլ ունի 3% down-ը, բայց նրանք որ ամենից քիչ կանխավճարով են, տանք էլ ռիսկի մեջ են։ Եվ այդ FHA գնողների մեծամասնությունն է պետական գործողներ են եւ այլն, եւ այստեղ խանգարում է։ So FHA-ները ավելի շատ են եւ որ դրանք են FHA-ները ավելի շատ տրամադրվել նահանգներ եւ ստեյթներ կան, որ ընդրանք ավելի կենտրոնացած են FHA վարկերը։ Եվ մեծամասնությունը առել են վերջի 2-3 տարվա ընթացքին, առնելով որ հույսով տոկոսը պետք է իջնի, որ 2025-ին պետք է իջներ, որ refinance անին, այդ իջացումը երբեք չեկավ, սոյանք refinance-ի chance-ը երկարավ և ազդեցությունը սկսան տեսնել։ Եվ 2026-ին FHA foreclosure-ները պետք է տեսնեն։ Glendale այս կողմերը FHA լոներ չկան, եթե կան շատ քիչ են։ Եվ դա վրա էլ չմոռանանք ինշուրենսները, որ թանկացան, ոչ ու դա մասին չի խոսում, որ եթե դու տոկոսդ, ես $1 միլիոն վրա ձեզի օրինակ տվամ, $1 միլիոն purchase price-ի համար տոկոսը 3/4, 1% իջացնելով payment-ը $400 իջնում է, երբակայի ինշուրենսը $200 բարձրանա, ինչքան տարբերություն է տալի, համեմատելով տոկոսին կամ վարկին կամ արժեքին։ So it's a huge factor. So ինշուրենսը բարձրանում է,
ժողովրդի կողմից այդ payment-ի հարցն էլ ունեն, որ չեն կարողանում տան։ Արդեն միայն տուները չի, նայում են credit card-երը եւ auto payment-ները, տանց վրա delinquency-ն ու late-երը շատացել են։ So արդյոք այս foreclosure-ները մի հատ ուղղություն է ընդհանրապես, որ ինչ է սպասելիք ունենք, maybe yes, maybe no, կարող է իջնում, կարող է չի իջնում, բայց առայժմս նորմալի էլ դեռ չի հասել։ Երբ որ այս foreclosure rate-ը հասնի բոլոր վարկերի 1.5%, նոր է լավ նորմալ։ Երբ որ բարձրացավ, հետո զանգեք, ասեք, ահա foreclosure-ները սկսել են, մինչև այն ժամանակ դեռ չկա։ Մենք նայենք շուկան ուրբաթ օրը ինչպես փակվավ, տոկոսները մանավանդ buy down-ի համար շատ կարևոր է եւ լիստինգները։ Մենք նայենք market ինչպես փակվավ ուրբաթ։ Dow Jones-ը 47147, 309 փունտ կորուստ ունեցավ, S&P-ն 6734, 3 փունտ կորուստ ունեցավ, Nasdaq-ը 22930 փունտ շահ ունեցավ։ Գերմանական DAX-ը 23876, 165 փունտ կորուստ ունեցավ, անգլիական FTSE-ն 9698, 109 փունտ կորուստ ունեցավ եւ Japanese Nikkei 50376, 905 փունտ կորուստ ունեցավ եւ Shanghai 3990, 39 փունտ կորուստ ունեցավ Shanghai-ը։ Քարյուղը $59.95, $1.26 բարձրացավ, ոսկին 4084, 110 փունտ կորուստ ունեցավ, արծաթը $50.40, $2 կորուստ ունեցավ արծաթը, platinum-ը $1558, $55 կորուստ ունեցավ platinum-ը։ Եվրոպական եվրո $1.16, $1.16, 1 եվրո, անգլիական British pound-ը $1.31, 1 pound, Bitcoin-ի Coinbase-ը ուրբաթ օրվա փակման ժամանակ 95000 իջավ եւ Հայաստանի դրամը անփոփոխել 381 դրամը $1։ 10 տարվա treasury, որ 30 տարվա վարկերը, որ ես եմ ուզում ձեզի ցույց տամ, կարևորը տոկոսների համար, եթե նայեք ստեղում աննանք որ refinance-ին ուզում անին միջով ստե ինչքան տարբերություն արես, 1.8-ը մոտ 2% չափ, 1.8-ից ավելի բարձր տոկոսները բարձրացել այն օրվանից, այդ եմ ասում, պետք է դուք նայեք, թայմինգը ճիշտ պետք է լինի, պատրաստ պետք է լինեք, թուղթի գործը պետք է արած ելնեք, հետո որ տոկոսը ճիշտ լինի, կարող եք լավ անեք։ Ինչպես է մարքեթը շուկան դեռ բավականի, վրև ցածր volatility-ներ ունի, բայց տոկոսների կողմից դեռ refinance-ների համար կամ տուն առնելու համար still good timing, այն օրը նախքան տոկոսները ցույց տանք, մետեղ ձեռնարկեր ընդեղ ինք եւ մի հատ երիտասարդ, որ ինքն էր ֆինանսավորման գործի մեջ, mortgage loan-ի մեջ, ընդանի շրջվավ, ասա որ Ռոնի ինչ ես կարճում տոկոսները ուր է թալու եւ ինչ այլնելու եւ ինձ հերազայնում են ասում են որ տոկոսները երբ կգացած երկու բան ասամ իրան որ ինքը ասամ ինքս գործի մեջ է ինձ competition-ը բայց որպես ինձ նայա որպես ավելի խորհուրդ առնի մոկուց որ 34 տարվա փորձառություն ունենք ինչա կարծիքդ եւ իրան ասեմ երկու բան մեկ որ ասեմ երբ որ մեկ է հերազայնում է եւ ասում է սպասում եմ տոկոսը իջնի կամ տոկոսը երբ կիջնի հարցումս առաջինը միշտ այդ անձնավորության որ ինչ ես ուզում որ իջնի այսինքն ինչ թիվ ես սպասում սպասելիքը ինչ է արդյոք սպասում ես տոկոսները իջնի 2-3-ի սպասում ես իջնի 4-ի սպասում ես իջնի 5-ի Ինչ թիվի ես դու սպասում, ինչ թիվ էլ, ինչ տոկոս ելնի, որ այդ թիվը ասես, իջավ, իմ ուզածս ելավ։ What is that number? Որտեղ իջնի լավ, իջնի օթում իջնել չի, որ ստայից առաջ եւ իր նույն օրինակը տվան, որ էլ ձեզ էլ ասել են, որ ես ֆիզիկսի ուսուցիչը կար, մոր ասա, որ ով է ուզում
միլիոներ ելնի, մենք թինեյջեր ենք եւ ամենաձեր բարձրացան, մենք ուզում ենք միլիոներ ելնենք կյանքներիս մեջ, ասա, օքեյ, ուրեմն երբ որ 95 տարեկան ես միլիոներ կելնես, եւ ամենամասը 95 տարեկան, չեմ ուզում միլիոներ ելնեմ 95 տարեկանից, ասա, ուրեմն առաջ պետք է որոշես երբ թվական ունենաս, deadline ունենաս, ու կարողանաս այդ թվականին ծրագրես, schedule անես, plan անես according to that ժամկետի մեջ։ Նույնը տոկոսն է, սպասում ենք ինչնի, ինչի է սպասում ինչնի, 5-ի, 6-ի, 4-ի, 3-ի, եւ իմանամ ինչի է սպասում, ես կասեմ, այո, սպասի կամ ընդհանրապես մի սպասի։ Դա մեկ։ Երկրորդ հարցումը էր, որ ընդհանրապես ուր է այդ հալու տոկոսները իրականության մեջ, ինչպես որ 10 տարվա treasury-ին նոր ձեզի ցույց տվամ, 10 տարվա treasury-ին այսօր Միացյալ Նահանգների մեծամասնությունս ինվեստորները, որ shakers and movers of Միացյալ Նահանգների իրենց մեջքն է, սույներն են, իրանք սիրում են այս 10 տարվա treasury-ին 4-ից 4.5-ի մեջ լինի։ Եթե այս 10 տարվա treasury-ին 4-ից 4.5-ի մեջ մնա, մեր տոկոսները 5.5-ից 6-ի մեջ է մնալու ամենալավագույնը։ So 4% լինելու հնարավորություն it's almost not there հիմա դժբախտաբար մի բան է էկոնոմին այո բայց նորմալ ինվեստորները մի ուզում է 10 տարին 4-ից 4.5 մնա եւ այդ 4-ից 4.5-ը միշտ մոռացեք ամենից լավագույնը 1.5 spread-ն է so եթե 4 ելնի 5.5 4.5 ելնի 6 so at best մեր տոկոսները այս տարի մյուս տարի մյուս տարի հաջորդ 5 տարի 5.5-ից 6 են խոսում իմ մասնագիտությամբ, իմ professional կարծիքով, that's it. So եթե սպասում եք 4, come in 2035, 10 տարի հետո, կարող է, բայց հիմա չի։ Okay, mən նայենք խնդրում եմ, տոկոսներն ու լիստինգները ժամանակը շատ արագ անցա, մի քիչ շատ խոսացեմ, տոկոսները actually արագ ցույց կտամ, միայն ընդանք որ կարևոր ասում են նայենք։ Refinance-ի համար նորեն վարկերը տես 5.75 This is the refinance to 8000-ից ցած։ Եթե մեզ cash out անես։ Բարսելոնները միջում 1,200,000 5.86 and a quarter։ These are the rates եսի անշուշտ առած tax return-ի։ Conforming-ները նայենք։ Ուրեմն Biden program-ն է, որ նոր մատ escrow-ին բացում, որ այս տեսակ 17000 ծախսն է, թե 8000 պար կտա եւ սկսում ես 3.75-ով առաջի տարին, հետո 4.75, այս տեսում է $1000 տարբերությունն է ստեղում, $500 տարբերությունն է, բայց եթե գաս այս ծրագիրը վերցնես, եւ այս երկու point-ը վճարես, որ 5.3 քան թե 5.8, ստեղում էլ կես տոկոս տարբերությունն է, ստեղում է տարբերություն անում payment-ին հիմա, բայց նայեք 3% կանխավճարով first time home buyer 5.625 կստանաք 20% down payment-ով նույն ձևի։ So եթե դուք տուն եք առնում եւ ձեր agent-ին, real estate agent-ին ասեք, որ դեմ պարոն Ղարիբյանի մոտ իսկում loan-ը սնդես վերցնեմ, որտեղ տոկոսները բավականի լավ են։ High balance-ները 6% 1 point-ով, 20% կանխավճարով։ Այո, FHA-ները 5.5-ի շուրջն են, 5.7, FHA-ները մեկ առաջ խոսում ենք մասին։ Ջամբոները կան անշուշտ FHA-ից FHA refinance-ի համար տոկոսները բավականին ցած են ջամբոները բավականին լավ են տոկոսները առանց tax return-ի P&L program no tax return եւ interest only եթե շունչ կա 6.3 is fantastic եսի առանց tax return-ի bank statement program-ով 5.99 առանց tax return-ի 40 տարվա fix եւ interest only Եսի Donald Trump-ի ծրագրից ավելի լավ ծրագիր է, payment-ը ավելի շատ է իջնում, այսինքն շատ պարզ օրինակ տամ, եթե ստեղում ասենք պարկը այս բանի վրա 800,000 է օրինակ, այս նույն օրինակ եթե դամ, 8,675-ով, 800,000-ի վրա 6.40 տարվա վարկը ժամանակավոր, քո payment տենելու է ամիսը $4,200, այս ծրագիրով, առանց tax return-ի։ Հիլակներ ունենք, line of credit-ը full tax return-ով է, սա առանց tax return-ի line of credit ունենք, առանց tax return-ի profit and loss-ով line of credit-ներ ունենք ստեղ։
Նայենք ամենքան լիստինգները մի քիչ ժամանակ սկսեմ, մի արագացնեմ, շո խնդրում եմ ան նայենք մեր լիստինգները, տեսնեմ ունենք, այո, մա լիստինգները նայենք խնդրում եմ։ Սկսելով քանդո townhouse-ները առաջ Simi Valley 2 bedroom 1 bath 1117 square feet private garage-ով homeowner association $595 $439,000 so for a starter Մոկու համար կամ նոր զույգեր են առաջի անգամ ասում են տուն առնեն եւ շատ սիրուն մաքուր moving condition $439,000 $393 price per square feet why not for first time առաջի անգամ առնելու համար ինչու ոչ երկրորդը նորեն Simi Valley 2.2 լվացարան 954 square feet տունի մեծությունը $485,000 asking price Ինձ բարձրապես one bath-ուներ է, երկու bath-ունի, արժեքը մոտավորապես նույնն է, քիչ փոքրոտ է, բայց վիճակը is not bad, homeowner association-ն էլ արժանոտ է $440, նորեն for first time home buyer, որ limited են, չեն կարող թանկանոց առնեն, private garage-ն ունի, balcony-ն էլ ունի, why not? Simi Valley նորից 2.2 լվացարան է, շաբաթ կարծես Simi Valley-ն ստանում է winner 1137 square feet ունի մեծությունն է, $590 homeowners association-ն է, մաքուր moving condition $509,000 starting asking price, որ ինչպես ասեմ, որպես starter first time home buyer is not bad at all. Chatsworth 3.2 լվացարան, տունի նման է, բայց կոնդոմինիում է, 1288 square feet, central AC-ն ունի, սրտաբաց է, Makura $702 homeowners association $529,000 asking price Chatsworth 2 for a 3 bedroom 2 bath եւ ընդեղում մեծ հայկական գաղութ ունենք շատ մեծ Chatsworth-ում նրանք եւ պարսկական եւ արաբական Simi Valley նորեն 2.2 լվացարան 1025 square feet ունի մեծությունն է $590 homeowners association $549,000 Ինչպես տեսնում եք 500-ների մեջ ինչքան լավ կոնդոմինիումներ կան եւ պատրաստ moving condition as a starter մոկի համար որ մա վարձի չափ payment ունենա մոտարապես եւ բայց կոնտենի private garage ունենաս washer dryer ու կապ ունենաս եւ այլն Glendale 2.2 լվացարան 859 square feet տունի մեծությունը մեկ քիչ փոքր է, բայց Glendale-ի լավ թաղամասներից է $530 homeowners association asking price $555,000 washer dryer հուկապն ներսն է եւ ինչպես ասեմ մեկ քիչ փոքր է, բայց Glendale for a starter եթե մեկ ուզում է կարող է սկսի արժանով Pasadena 1 bedroom 1 bath 621 square feet for a 1 bedroom նայեք շատ սիրուն ճաշակով Pasadena-ի լավ տեղն է single մոկու համար առաջի անգամ ես հիշում եմ իմ առաջի տունը որ առամ single-ին գնացի մա 1 bedroom Glendale վերջամ շատ էլ ուրախ եմ had the best time of my life at 1 bedroom-ի մեջ եւ washer dryer հուկապով why not Reseda 2 bedroom 2 bath 1290 square feet ունի մեծությունն է $450 homeowners association ինչպես տեսնում եք top of the line appliances մաքուր մեծ գետիները ներկը beautifully done շատ ճաշակով $635,000 Reseda-ի delicious ռեստորաններ կան շատ լավ ռեստորաններ կան Reseda Burbank 2.3 լվացարան 1244 square feet 850 homeowners association $699,000 asking price մենք ունենք հաճախորդ որ տեղում կբրինյում տուն ունի նույն չափսով իրան լավ օրինակ որ տեսնի ինչքանով են list արել to sell Century City, այո, 2.2 լվացարան 1442 square feet ունի մեծությունն է 600 square feet homeowners association-ն է $730,000 asking price շատ մոտիկ է UCLA-ին, so դա կարող եք նկատի առնեք ADZ անձնավորությունը որ 11 է Pasadena 2.3 լվացարան 1053 square feet ունի մեծությունն է $355 homeowners association asking price $738,000 Pasadena-ի լավ թաղամասներից է ինչպես տեսնում եք մաքուր moving condition գետիները լույսերը ամեն ինչը
$738,000 is not bad for a 2-bedroom, 3-bed, ինչպես տեսնում եք, մեր ննջասենյակներից արերա իր ջիմը single անձնավորություններ են։ Beverly Hills երկու ննջասենյակ 3 լվացարան 1506 square feet ունի մեծությունն է $720 Homeowners Association-ն ով ուզում իր zip code-ին 91201 so 91201-ը գուզում ապրեք Beverly Hills Rodeo Drive-ին ուզում եք քայլելով այդտեղ ճաշարանները $799,000 asking price Beverly Hills-ում it's a good opportunity Century City նորեն երկու ննջասենյակ 3 լվացարան էսի շատ լավ տեղ է նայեք view-ն fantastic 2300 square feet ունի մեծությունն է այս տեսակ տուները միայն movie-ների մեջ եք տեսնում բայց էսի Century City-ը Homeowners Association-ը $2358 է բայց ինչքան amenity-ներ ունի laundry, pick-up, delivery, gym, pool, you name it, valet, violin, security, utility-ն էլ մեջնա $2 million asking price. Տուները նայենք հողով տուները մեքանիատը արակասնեն Winnet կա 3 ննջասենյակ 2 լվացարան 1351 square feet 7500 square feet հող նայեք էսի սենց ասեմ հա Եթե առաջի անգամ ուզում եք տուն առնեք հողով, Winnet կա, շատ լավ տեղ, հայություն լիքը, եկեղեցի, դպրոց, հայկական, ամեն ինչ չէ զգում, որ Glendale-ից դուրս ես ապրում, եւ հələ ընդհանրապես ավելի լավ ճաշարաններ ու խանութներ ու բաները, որտեղ տարբեր $750,000 you can't $750,000 նորեն Winnet կա 4 ննջասենյակ 2 լվացարան 2100 square feet տունի մեծությունն է 5500 հողամասի մեծությունն է $830,000 $392 price per square feet հողով տուն պատրաստ moving condition պատրաստ է you can't go wrong so որտեղ Winnet կա չի նշանակում վատ է Ասում եք Glendale-ից դուրս մարդ չի ապրում, կամ հարկով մարդ չի ապրում, կամ հարուստ մարդ չի ապրում։ Մյուսը Burbank 3 ննջասենյակ 1 լվացարան 1050 square feet ունի մեծությունն է 6000 հողամասի մեծությունն է asking price $925,000 այդ Winnet կայի տունը եւ այս տարբերությունը նայեք ինչքան է 3 անգամն է yəni $400 2 անգամն է $800 եւ ահագին էլ գործ ունի Բայց մաս ասում չէ Burbank եմ ուզում, այ եւ 920 եւ փուլ ունի եւ կարող ես AD-ուն սարքես հետեւը so այո կարող ես Burbank-ում ես առնես AD-ուն սարքես փուլն էլ ունենաս առաջին էլ մի քիչ ավելացնես Grand Hills 4 ննջասենյակ 2 լվացարան 1500 square feet ունի մեծությունն է 8300 square feet հողամասի մեծությունն է $945,000 asking price էլ $602 price per square feet Grand Hills-ի լավ թաղամասներից մեկն է գրհանդը თუ location-ը խոշ չունի ինչպես մենք real estate-ի մեջ location Էսի կարող եք փոխեք, էսի կարող եք փոխեք, այստեղ կարող եք փոխեք, բայց location-ը չեք կարող փոխեք AD-ուն էլ կարող եք սարքեք, ստել արդեն խորովածի տեղն է so ծառի տակ նստեք, ընկույզ եւ պանիր հաց Pasadena 4 ննջասենյակ 3 լվացարան ուրեմն էսի հողը դատակ կրակ բռնած հողը Army Corps of Engineers-ը պաշտոնական եկել են մաքրել են 2 phase-ով certified Pasadena-ի շատ լավ թաղամասներից մեկն է դեպի ամենավերջի լեռնային սարի վրևն է 11000 square feet հողն է վրեն 2471 square feet տուն կար արդեն հիմա ինչպես իմանում եք օրենքը արագացնում է նույն չափսի սարքես դեռ 10% էլ վրեն ավելացնես հողը միայն ծախում են $980,000 հիմա $400 price per square feet եթե գաք այս տունը եւ այս 2500 square feet հիմա նույն ձևի սարքեք եւ չեմ անում վերջացնեք $400 per square feet-ով բարձրապես շատ թիվեր եմ ասում Finish $400, well, 400 շատ եմ ասում, $400 ենա, $400 asking price, then you'll be done with $2 million քո ծախսդ կելնի։ $2 million 2500 square feet-ի մեջ որ սարքես, այսինքն price per square feet finish դելմը 800, եթե $400-ով սարքես։
Grande Hills 3 նինջա ոչ կարող է մեր հայերը $200 է սարքում են։ Grande Hills 3 նինջա սենյակ 2 լվացարան 1800 square feet ունի մեծությունն է, 14000 square feet հողամասի մեծությունն է, Grande Hills-ի լավ թաղամասներից է, լավ բարձր տեղ, $1,100,000 asking price $601 price per square feet, ինչպես ասեմ Grande Hills-ի լավ թաղամասներից։ Մեկն է լավ հողեր ունի։ Այդ հողը, որ ասում մեր հայերս $200 են վերջացնում, այսինքն price per square feet 600 կվերջացնես, քան թե 400։ Anyway, Glendale 3 նինջա սենյակ 2 լվացարան 1642 square feet ունի մեծությունն է, 16000 հողամասի մեծությունն է, $761 price per square feet, կարող եմ ասեմ մեծամասնությունը սենցի կարող ես ապրել, շատ փոքր մեծ բաներ չունի, $1,250,000 asking price, Glendale-ում, I'm sure it'll go higher. This time $200,000 avel կետավրեն, so I won't be surprised if $1,450,000 վաճառվի։ Chatsworth 5 նինջա սենյակ 4 լվացարան 2900 square feet ունի մեծությունն է, 11000 square feet հողամասի մեծությունն է, nicely designed, շատ սրտաբաց, open floor plan, fantastic, ամենաբաց $1,350,000, բայց նայեք Glendale-ին 760 եմ ցույց տալիս, Chatsworth-ին 460, so $300 price per square feet տարբերությունն է, բարձրապես քաղաքն է փոխում, եւ Chatsworth is nothing wrong with it, եւ տունի վիճակը նայեք, it's perfect, perfect տունի վիճակն է, ADU-ել ունի, pool-ել ունի, it's great, why not, move to Chatsworth։ Glendale 3 նինջա սենյակ 3 լվացարան 2194 square feet ունի մեծությունն է, 11000 square feet հողամասի մեծությունն է, էսին է գնորեն ճաշակ է, style է, մեկ քիչ outdated է, but nothing wrong with it, style-ի հարց է, Spanish style-ի վայլն, $683 price per square feet, $1,500,000, so լավ արժեքով, լավ տուներ կան, Բարձրապես պատրաստ եք լինեք, չեք ասեք, թե տունը նայենք, եթե դեռ վարկի չեք դիմե, it's just not gonna happen, դեպի առաջ վարկը դիմեք, approve ելնեք, նախքան եթանք ես ADU-ով տունը նայես Glendale-ում, հիմա եթե Glendale հետաքրքրված չեք, I would recommend take a look at this։ La Crescenta 4 նինջա սենյակ 4 լվացարան 2022 square feet տունի մեծությունն է, 6600 square feet հողամասի մեծությունը նորեն էս open floor plan-ն է, որ ես չեմ սիրում, բայց ամեն մարդիկ սիրում են, բայց brand new remodel-ած է, nicely done, $847 price per square feet, $1,600,000 asking price, La Crescenta-ում, brand new տուն, եւ ճիշտ կողքի տունը, կարծեմ, չէ, Glendale 4 նինջա սենյակ 4 լվացարան 2482 square feet տունի մեծությունն է, 5100 square feet հողամասի մեծությունն է, $1,600,000 Glendale-ում, բայց South Glendale-ը։ Չեմ գիտի ժամանակ կանեմ մնացածը ցույց տամ, Glendale նորեն 3 նինջա սենյակ 2 լվացարան 2530 square feet տունի մեծությունն է, 11000 square feet հողամասի մեծությունն է, asking price $1,680,000, 600 Տեսեք, լավ արժեքներով տուներ կան, տուներն եկե adjusted good prices, so Glendale 600-700 square feet of the per square feet is not a bad idea, so արժեքները did adjust, պետք է չունեք foreclosure-ներ ելնի, տեսնում ես, եսի արդեն պատրաստ է։ Glendale նորեն 3 նինջա սենյակ 2 լվացարան 2264 square feet ունի մեծությունն է, 20000 square feet հողամասի մեծությունն է, $750 price per square feet, $1,700,000 asking price, մեկ քիչ outdated է, բայց լավ են պահպանել, լավ են պահել, բայց great home, great size, great location, միայն upgrade է ուզում, $750 relatively ստունի վիճակով, not bad, գետինները դուսը արել են, outside is done, եւ նայեք, սիրուն գեղեցիկ տուն է, բավականին մեծ էլ է, so
Վերջինը ցույց տամ Studio City 4 տնտեսական 3 լվացարան 3100 square feet ունի մեծությունն է 9800 square feet հողամասի մեծությունն է asking price $1,890,000 pull-off տուն Studio City-ում south of the boulevard so love location a great location Շատ շնորհակալ եմ եւ հետեւում եք մեր ծրագրերին նայում եք քաջալերում եք որ շարունակենք բայց Առաջի հերթին եթե տուն առնելու կամ refinance-ի պետք է առաջ քայլը վերցնեք հեռացանեք նախապատրաստությունները տեսնեք հետո չկար սպասեք ելնի հետո դիմեք առաջ պետք է դիմեք հետո սպասեք ինչով ելնի Կհանդիպենք ձեզ նույն շաբաթ տեսություն